Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանը նշում է 90-ամյակը, ինչ է ապուպված 9 տասնյակների աշխատանքի ընթացքում, ինչպիսի ժառանգություն է պահվում գրադարանի ֆոնդում։ Եվ ինչ հարստություն է այս ամենն իրենից ներկայացնում կպատմեն մեր հյուրերը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի տնօրեն Մայա Գրիգորյան եւ գիտական ղեկավար Տիգրան Զարգարյան։ Լույս առավոտի։ Բարի լույս, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Սա շատ կարևոր էսպես արժեքաստեղծ եւ արժեքահեն թեմա է եւ հենց խոսենք աշխատանքների մասին եւ 90-ամյակից։ Շատ լավ, երևի ես սկսեմ, որտեղ ուզում եմ մի փոքր ներկայացնեմ հիմնարար գիտական գրադարանի պատմությունը։ Բոլորը նախ զարմանում են, թե ինչու 90, որտեղ ակադեմիան այդքան չկա, իսկ մենք համարվում ենք ակադեմիական գրադարան։ Բանն այն է, որ գրադարանը հիմնադրվել է 1935 թվականին որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Հայաստանի մասնաճյուղի գրադարան, կենտրոնական գրադարան, ավելի ուշ 1943 թվականին, երբ հիմնադրվել է Հայաստանի Գիտությունների ակադեմիան, գրադարանը արդեն սկսել է գործել ակադեմիայի նախագահությանը կից իր կազմում, այո։ Եվ մինչև 1959 թվականը, եթե չեմ սխալվում, գրադարանը կոչվել է ֆունդամենտալ, չէ 59 թվականից կոչվել է ֆունդամենտալ գրադարան, իսկ ավելի ուշ արդեն 2002 թվականի սեպտեմբերի 12-ի որոշմամբ նոր վերանվանվել է հիմնարար գիտական գրադարան։ Այսինքն բավական մեծ խոր ավանդույթներ ունեցող գրադարան է, գիտական գրադարան, եւ վստահ կարող եմ ասել, որ այսօր Հայաստանում որ իր գիտական ժառանգության ծավալով ամենամեծն է ներկա պահին։ Հիմնարար գիտական գրադարանը սկզբնական շրջանում գործունեությունը ծավալել է Աբովյան 15 հասցեում, որտեղ հենց նախագահության շենքն է եղել, ավելի ուշ, երբ կառուցվել է արդեն Բաղրամյան 24 հասցեում գտնվող ներկայիս նախագահության շենքը, նախագահության հետ տեղափոխվել է այստեղ, իսկ արդեն 1980 թվականին շահագործման է հանձնվել այն շենքը, որտեղ այսօր մենք մեր գործունեությունն ենք ծավալում, դա հենց ակադեմիայի բակի հատվածում է գտնվում եւ ամբողջությամբ հենց կոչվում է գրադարանի շենք։ 9 տասնամյակների ընթացքում անշուշտ զգալի բավական մեծ աշխատանք է կատարվել, վերջին շրջանում արդեն, այսպես ասած, նոր դարաշրջանին համահունչ Մխիթարյանների գրադարանների, այսպես գրքերն են թվայնացվում, շտեմարաններն են ստեղծում։ Կխնդրեի վերջից սկսենք անդրադառնալով նաեւ նախկին աշխատանքներին։ Դե թվայնացում ընդհանրապես 21-րդ դարի մարտահրավերներից մեկն է, որի շարժիչ ուժերը դրան գրադարաններն են, արխիվներն են, թանգարաններն են, որովհետև կարիք չկա տանից դուրս գալ գրադարան, կարելի է պարզապես աշխատավայրից կամ տանից մուտք գործել թվային պաշարներ, շտեմարաններ եւ ձեր հետազոտությունը կատարել։ Ու գաղտնիք չէ, որ Մխիթարյան հայրերը թե Վիեննայում, թե Վենետիկում կուտակել են եզակի ժառանգություն հայ տպագիր եւ թե ձեռագիր, նաեւ արխիվները, եւ գաղափար ծագեց այդ ամենը հասանելի դարձնել հանրությանը թվային տեխնոլոգիաների օգնությամբ։ Գյուլբենկյան հիմնադրամը աջակցեց մեզ այդ նախագծում եւ մենք սկսեցինք Վիեննայի Մխիթարյանների մամուլի թվայնացումից, որովհետև հայ մամուլի լավագույն հավաքածուն այսօր թե լիարժեքության առումով եւ թե պահպանվածության առումով դա Վիեննայի Մխիթարյանների միաբանության գրադարանում է պահվում։ Եկեք ասենք դա պարտադիր օրինակն է եղել, որ հայրերը հավաքել են ողջ աշխարհից, որտեղ տպագրվել է հայ մամուլ եւ վերել իրենց մոտ իպահ են տվել։ Ու գաղափարը շատ մեծ գաղափար էր, բավական դժվարություններ հաղթահարեցինք, որովհետեւ պետք էր այդ ամենը նկարահանել, ձևավորել, ձևաչափել, ծրագրային լուծումներ գտնել եւ մեր ակադեմիական ինստիտուտների աջակցությամբ նաեւ ինֆորմատիկա եւ ավտոմատացման խնդիրների, ինչպես նաեւ Մխիթարյան հայրերի բարի կամեցողությամբ Վիեննայի եւ Գյուլբենկյան հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ այսօրվա դրությամբ մենք ունենք թվայնացված մոտ 2 միլիոն մամուլի էջ Մխիթարյան միաբանների հավաքածուից եւ բազմաթիվ ահռելի եւ բազմաթիվ մամուլի նմուշներ կան, որ
Հայաստանում պարզապես բացակայում են կամ միայն աշխարհում պահվում են իրենց հավաքածուներում։ Այսինքն սա մի եզակի հարստություն է, որը երկու հարց լուծեց։ Առաջինը հետազոտողներին հասանելի դարձրեց այդ հարստությունը, երկրորդը լուծվեց երկարաժամկետ պահպանության խնդիրը թվայնացման օգնությամբ, որովհետև թուղթը դե ինչ կամ էլ պահեք, ինքը խունանում է, գույնը գնում է, հիվանդություններից սկսում է քայքայվել։ Ավելի մեծ ռեսուրսներ, ֆինանսական նաև ռեսուրսներ են պետք է թղթերը պահպանելու համար, նաև։ Իսկ թվային տեխնոլոգիաների պարագայում մենք բարձր որակի թվային պատճեններ ունենք, որոնք ցանկացած պահի կարելի է պարզապես աշխարհի ցանկացած կետից եւ փոխարինել թղթին դրանով։ Ուզում եմ ասեմ, այդ երկու խոշոր նախագծերը հաջողությամբ իրականացվեցին, Վենետիկի հետ ենք անում եւ երևի Տիկին Գրիգորյանը երևի թե։ Այո, Վենետիկի հետ էլ արդեն քայլեր ենք ձեռնարկում, նմանատիպ նախագծեր ենք մշակելու, որպեսզի պահպանվի նաեւ Վենետիկի Մխիթարյանի աբանության ժառանգությունը։ Ուղղակի ես հավելեմ պարոն Զարգարյանի ասացին, որ այսօր պետությունը ռազմավարական ուղղություն է համարում հայագիտության զարգացումը։ Ես կարծում եմ, որ առանց արտերկրի հայագիտական կենտրոնների հավաքածուների ուսումնասիրության այդ հայագիտության զարգացումը ուղղակի ռեալ չէ, որովհետև որքան էլ տարօրինակ է, ավելի շատ այնտեղ են, որտեղ դարեր շարունակ հայկական տպագրությունը դրսում է եղել։ Գյուլբենկյան թանգարանի մասին ու այնտեղի նմուշների ես լսել եմ, ինքս ցավոք դեռևս չեմ եղել Լիսաբոնի այդ թանգարանում, բայց նշում են ավելի շատ նմուշներ կա, քան երևի այստեղ Հայաստանում։ Չէ, դա այդպես չի, որովհետև Հայաստանում էլ բավականին լավ մեծ հավաքածուներ կան, արժեքավոր եւ եզակի տպագրություններ կան, պարզապես ինչպես մեր ժողովուրդն է ամբողջ աշխարհով մեկցրված, այդպես էլ մեր տպագիր ժառանգությունը եւ այսօր հիմնարար գիտական գրադարանը ի թիվս այլ մշակութային գիտական օջախների ձեռնամուխ է եղել այդ ժառանգությունը ուսումնասիրելու, հայրենիք հայրենադարձելու, ինչպես ասացիք, եւ այստեղ արդեն հետազոտողներին կամ ամբողջ աշխարհի Հայաստանով, հայերենով հետաքրքրված հետազոտողներին հասանելի դարձնելու համար։ Ձեռնամուխ է եղել նաև հայատառ թուրքերեն գրքերի թվայնացմանը, ինչպիսի աշխատանքի մասին է խոսքը, սա ինչին է ուղղված լինելու, կխնդրեի մի փոքր փակագծերը բացեիք։ Տեսեք, հայատառ թուրքերենը դա մեր մշակույթի փայլուն էջերից մեկն է, որովհետև Թուրքիայի հայերի մի հոծ բազմություն հայերենին չեն տիրապետել, ապրելով թուրքական միջավայրում կամ քրդական միջավայրում, ու դա նորմալ է։ Հույներն էլ այդ խնդիրն են ունեցել, հրյաներն էլ։ Եվ որպեսզի այդ հայերը հատկապես երիտասարդ սերունդը չկտրվի իր ազգային արմատներից, տպագրվել են հայատառ թուրքերեն գրքեր եւ թերթեր, որովհետեւ այբուբեն սովորելը հեշտ է 36 տարը, իրենց այբուբենը 35 չէ 36 է եղել, իսկ կարդալը թուրքերեն են կարդացել, հայերեն տարերով թուրքերեն են կարդացել եւ ահռելի քանակի գրականություն կա այդտեղ, ձեռագրերել կան իմիջիալոց հայատառ թուրքերեն եւ ժամանակն է, որ դրանք էլ բերենք թվային դաշտ, որպեսզի հասանել լինի հետազոտողներին։ Դրանք էլի սփռված են աշխարհով մեկ, շատ հարուստ է Թուրքիայի գրադարանները հայատառ թուրքերեն գրականությամբ եւ մենք հիմա ձեռնամուխ ենք եղել մի շտեմարանի ձևավորման, որում կներառենք հայատառ թուրքերեն թերթեր, ամսագրեր, գրքեր, ձեռագրերի նկարագրություններ կդնենք, տպագիր ժառանգության դեպքում իհարկե գցում ենք այդ նյութերին նաև ամբողջական տեքստերը, նկարում դնում ենք, որ գտնում ենք։ Եվ համագործակցում ենք թե Հայկազյան համալսարանի հետ, Բեյրութ իրենք շատ լավ հավաքածուներ ունեն, թե Մխիթարյան միաբանության Վիեննայի հետ, այստեղ Վիեննայի համալսարանի հետ ենք համագործակցում, իրենք են ֆինանսավորում այդ աշխատանքները, թե մեր հայաստանյան գրադարանների հետ, ծրագրերում կա Անտիլիաս, Երուսաղեմ, իրենք էլ շատ լավ հավաքածուներ ունեն եւ հուսանք, որ այդ արժեքավոր հրատարակություններն էլ հասանելի կլինեն։ Նշեմ, որ 2027 թվականին լրանում է առաջին հայատառ թուրքերեն տպագիր գրքի 300-ամյակը Մխիթար Աբահայրը, նորից նկատի ունենալով, որ հայր երեխան պետք է հայերենին տիրապետի,
1727 թվականին դուռընկերականության հրատարակի տպագրեց հենց Վենետիկում եւ դրա 300-ամյակն է լրանում հուսամ որ կկարողանանք արժանավոր նշել դա ինչ որ միջազգային գիտաժողով քննարկումներ որտեղ դա իրոք իրադարձային երևույթ է Եկեք խոսենք ժառանգության մասին, որ այժմ պահվում է գրադարանում, երիցս նշեցիք ինչքան կարևոր գործունեություն է, ինչքան արժեք այստեղ, մի քանի այսպես նմուշներ, որ այսպես մեր հոգին եւս փառավորում է հաստից։ Դուք կարծեք թե գրադարանը հիմնադրամի այսպես ստեղծելուն է գնում։ Չէ, գրադարանը հիմնադրամ չի լինում, ակադեմիան է վերածվում հիմնադրամի եւ մենք մնում ենք ակադեմիական հանգույցում, բայց ինչպես նշեցիք, ամենամեծ տպագիր ժառանգության հավաքածուներից մեկն է այստեղ պահպանվում։ Մի փաստ միայն, հայ հնատիպ ժառանգությունը, հայերեն տպագիր հնատիպ ժառանգությունը տպագրված մինչև 1800 թվականը, եթե հաշվարկով ասենք, երևի 4-րդն է հանրապետությունում, ազգային գրադարանից, մատենադարանից եւ Մայր Աթոռից հետո մենք ունենք 28 անհատական գրադարաններ, որոնք տարբեր ժամանակներում նվիրել են գրադարանին եւ այս հավաքածուներում, հատկապես Էդգարյան հավաքածուներում անցյալ տարի մենք գտանք 10 նոր հնատիպ գրքեր, որոնց մասին միայն գիտեինք, լսել էինք, բայց փաստացի մենք չգիտեինք դրանց գոյության կամ չենք կարողանում լիարժեք ուսումնասիրել։ Մեզ մոտ օրինակ շատ հարուստ է օտարալեզու հնատիպ գրականությունը, մոտ 15000 միավորի է հասնում, գրքեր, որոնք տպագրվել են եվրոպական տարբեր երկրներում էլի մինչև 1800 թվականը։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, երբ մենք սկսում ենք թերթել այդ գրքերը, հատկապես պատմական կտրվածքով, պատմությանը վերաբերող գրքերն ենք ուշադրություն դարձնում, երբ խոսում են հին աշխարհի մասին, Հայաստանը միշտ կա։ Մենք չենք ունեցել պետություն, բայց նույնիսկ եվրոպական տարբեր երկրներում, հին գերմաներենով, ֆրանսերենով, իտալերենով տպված գրքերում խոսում են Հայաստանի մասին, կան քարտեզներ ներառված, կա լեզուն ներառված որպես ուսումնասիրություն։ Իհարկե դա մի մեծ ժառանգություն է, որը ուսումնասիրման ենթակա է։ Ես հուսով եմ, որ եթե մենք սկսենք թվայնացնել կամ ստեղծել համապատասխան շտեմարանները, մեր հայագետները դրան առանձնահատուկ ուշադրություն կդարձնեն։ Ես ուզում եմ նաև որպես եզակին առանձնացնեմ Նապոլեոն Բոնապարտի կնիքով մի հրովարտակ ունենք պահած, որը պատրաստվում ենք մեր միջոցառման հիմնական միջոցառման ցուցադրության ժամանակ ցուցադրել, շատ հետաքրքիր նմուշ է։ Ունենք Լազարյան ճեմարանի պատկերը, հին իրենց ավարտական վկայականի նմուշները, շատ հետաքրքիր բաներ կան, որոնք մեզ հասել են ուղղակի հավաքածուների միջոցով։ Այն միջոցառումից խոսեցիք, եկեք այսպես մի փոքր բացենք փակագծեր, ինչ միջոցառում է սպասում 90-ամյակի կապակցությամբ։ 90-ամյակի առթիվ լինելու է պաշտոնական միջոցառում, լինելու է դեկտեմբերի 17-ին ժամը 12-ին մեր նախագահության մեծ դահլիճում, հրավիրված են եւ պետական կառույցներ, եւ գիտակրթական, եւ մշակութային։ Երբ մենք այսպես ցանկը կազմում ենք, թե ում ենք ուզում տեսնել մեր միջոցառմանը, մենք ելակետ ընդունեցինք, որ ուզում ենք տեսնել մեր բարեկամներին, մարդկանց, կառույցների կամ անհատների, ում հետ մենք աշխատում ենք։ Եվ ցանկը բավական մեծ դուրս եկավ։ Պարզվեց, որ մենք Հայաստանում բոլորի հետ գրեթե աշխատում ենք, դա շատ ոգևորիչ է եւ այդ օրը մենք հուսով ենք, որ մեր բոլոր գործընկերներին, բոլոր անհատներին, նվիրատուներին, բոլորին մենք այդտեղ կտեսնենք։ Բացի հայագիտական թանգարաններից արտերկրի ունեք համագործակցություն այլ թանգարանների հետ կամ ինչպիսին է մեխանիզմը ձեր։ Տեսեք, մենք դրսում համագործակցում ենք 50 երկրի 155 գիտական կազմակերպության հետ։ Դրանք բուհեր են, գիտակրթական կենտրոններ են եւ համագործակցությունը առաջին հերթին դրսևորվում է գրքափոխանակությամբ։ Իրենք պարտադիր մեզ ուղարկում են իրենց համալսարաններում լույս տեսնող գիտական պարբերականներն ու գրքերը։ Դա շատ լուրջ ձեռքբերում է, որովհետև բոլորս գիտենք, որ այսօր հատկապես արտերկրում տպագրված գրքերը շատ թանկ արժեն, իսկ գրադարանը այդ ֆինանսական միջոցները չունի, որպեսզի կարողանա ձեռք բերի եւ ավելին դա ներկրի Հայաստան, այս առումով նվիրատվությունները շատ օգնում են փակել այս հատվածը։ Շատ լավ համագործակցում են Կոնգրեսի գրադարանի հետ, այդ հարցում մեզ օգնում է Հայաստանում Ամերիկայի դեսպանատունը։ Տարին 2 անգամ մենք պատրաստում ենք փաթեթներ, որոնք ուղարկում են Կոնգրեսի գրադարանին, ավելին մենք պարտադիր նայում ենք, թե ինչ կա իրենց մոտ, գրում ենք իրենց եւ իրենք ուղարկում են մեզ, իհարկե փոքր քանակներով, բայց շատ մեծ աջակցություն։ Իհարկե մենք նախապատվությունը միշտ տալիս ենք հայերին, Հայաստանին վերաբերող օտարալեզու գրքերին, որպեսզի
որպեսզի գոնե դրանք հասանելի լինեն մեզ։ Ինչ վերաբերում է մնացյալ, օրինակ բնագիտական ուղղություններին, ֆիզիկա-մաթեմատիկական, ասեմ, որ այս հարցում մենք շեշտը դրել ենք թվայնացման վրա եւ փորձում ենք այլ համալսարանների թվային պահոցները հասանելի դարձնել մեր գիտաշխատողներին, որտեղ գիտությունը այս առումով մի քիչ ավելի արագ է աճում, արագ առաջ է գնում, մինչև գիրքը մենք ձեռք բերենք հասցնենք Հայաստան, դա արդեն կարող է այլևս ժամկետանց լինել։ Այդ առումով մենք փորձում ենք թվային միջոցներով համալրումը փակել։ Պարոն Զարգարյան, որքանով է բաց այդ գրադարանները հետազոտողների համար կամ միայն ակադեմիայի անդամների համար են, թե ուսանողներն էլ կարող են օգտվել, որքանով է հասանելի այդ գրականությունը։ Տեսեք, երբ որ մենք թվայնացման աշխատանքները սկսում ենք, դա երևի 10-15 տարի առաջ է։ Մենք որդեգրեցինք մի գաղափարախոսություն, որ մեր հայ ազգի ստեղծած թե գիտական, թե մշակութային ժառանգությունը պետք է հասանելի լինի անվճար, բաց, որովհետև աշխարհում կա մի մեծ շարժում բաց հասանելիություն կամ բաց մատչելիություն գիտական տպագրության առումով, քանի որ գիտնականները գտնում են, որ գիտությունը մարդկությանը պետք է ծառայի, ոչ թե կոմերցիայի կամ առևտրայնացվի։ Այդ իսկ պատճառով բոլոր շտեմարանները, որոնք որ մենք ստեղծում ենք, այդ բոլորը բաց են, ազատ են եւ անվճար են, հասանելի են բոլորին։ Մենք ոչ մի սահմանափակում չենք դնում։ Հայապահպանության հարցում շատ անչափ կարևոր անգնահատելի աշխատանք է կատարում, ցանկանում ենք այսպես համագործակցային դաշտ, շատ կարևոր է դա ձեզ համար թերևս։ Շնորհակալություն, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեզ մոտ այս վաղ առավոտյան նուր ձեզ անխափան ընթացք ենք մաղթում եւ շնորհակալություն հայտնում մեր հեռուստադիտողներին մեզ հետ մնալու համար։ Դիտենք տեսահոլովակը եւ ձեզ մաղթենք լավ օր։ Խաղաղ օր բոլորիդ։